Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալում զարգացումները հիմա բառացիորեն վազում են։ Յուրաքանչյուր սերիա միանգամից մի քանի մեծ շրջադարձ է բերում, և հեռուստադիտողներն իսկապես չեն հասցնում նույնիսկ հանգիստ շունչ քաշել։ Սյուժեն գնալով ավելի լարված, ավելի հոգեբանական ու ավելի վտանգավոր է դառնում, որովհետև հիմա արդեն գրեթե բոլոր հերոսները կանգնած են ճշմարտության առաջ։ Ամենակարևորն այն է, որ սերիալում արդեն ոչ ոք չի կարող ապրել հին ստերով։ Գաղտնիքները սկսում են ճեղքել բոլոր հարաբերությունները, և ամենամեծ գաղտնիքը շարունակում է մնալ Ռաֆի մահը։ Հենց դրա շուրջ էլ հիմա կամաց-կամաց սկսում են միանալ բոլոր գծերը։ Լեոյի վիճակն այս պահին շատ ծանր է։ Չնայած իր ֆիզիկական ու հոգեբանական կոտրվածքին, նա շարունակում է պայքարել, նա փորձում է գտնել Հունանին, և սա շատ կարևոր պահ է, որովհետև Լեոն արդեն հասկանում է, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Հունանն անհետացել է, Ավոն անկանխատեսելի վիճակում է, Էռնան հոգեբանական ծանր վիճակում է, Լեան վատ է, և այս ամբողջ քաոսի մեջ Լեոն կրկին փորձում է դառնալ այն մարդը, ով կփրկի բոլորին։ Շատ խորհրդանշական է նաև, որ նա կապ է հաստատում հենց Ավոյի հետ։ Դեռ ոչ վաղ անցյալում Լեոն Ավոյին միայն որպես վտանգ էր տեսնում, բայց հիմա իրավիճակն այնքան է բարդացել, որ նույնիսկ իրար ատող մարդիկ ստիպված են խոսել։ Լեոն իմանալուց հետո, որ Ավոն իր հորեղբայրն է, բնականաբար այդ ատելությունն ավելի է մեծացել, բայց ինչևէ, արյունը ջուր չի դառնում, և օրերից մի օր նրանք ստիպված են մտերմանալու։ Լեոյի ներսում դեռ մարդասիրություն կա, նա կոտրված է, զայրացած, բայց դեռ չի կորցրել իր սիրտը։ Շատ կարևոր զարգացում կա նաև Լեայի գծում։ Լեան հիմա վատ վիճակում է, և սա միայն ֆիզիկական կամ արտաքին խնդիր չէ։ Բնականաբար, նա փնտրում է հորը։ Ինչքան էլ զայրացած լինի ու պահի տակ հորը մեղադրած կամ վատ խոսքեր ասած լինի, միևնույն է, ինչպես ասում են, արյունը ջուր չի դառնում, ու նա փնտրում է հորը, կարեկցում, և իհարկե Լեոն այս ամենին անտարբեր նայել չի կարող։ Նա փորձում է ամեն կերպ օգնել Լեային, և բնականաբար առաջին մարդը, որից կարող է Հունանից ինչ-որ տեղեկություն ստանալ, դա Ավոն է։ Արդյոք Ավոն Լեոյին կասի ճշմարտությունը։ Լեոն հիմա պայքարում է երկու ճակատի վրա։ Մի կողմից ընտանիքի պատերազմն է, մյուս կողմից Լեայի հոգեվիճակը, և թվում է, թե նա արդեն ուժասպառ է լինում, բայց ամենահուզիչ զարգացումներից մեկը կապված է Էռնայի հետ։ Էռնան գնում է Դավիթ պապի մոտ։ Սա շատ խորհրդանշական տեսարան է, որովհետև Էռնան առաջին անգամ կարծես փորձում է դուրս գալ իր ընտանիքի ստերի ու վախերի շրջանակից։ Նա օգնություն է խնդրում, ու հենց դա է ցույց տալիս, թե որքան կոտրված է նա ներսից։ Էռնան արդեն չի կարող միայնակ կրել այդ ամբողջ ճշմարտությունը։ Նա գիտի, որ Հունանը վտանգի մեջ է, գիտի, որ կարող է Ավոն անել ամեն ինչ, գիտի նաև, որ տարիներ շարունակ սարսափելի բաներ են թաքցվել։ Եվ ամենակարևորն այն է, որ նա Դավիթ պապին ասում է. «Տարիներ առաջ Հունանը վատ բան է արել ձեր ընտանիքի հետ»։ Սա չափազանց կարևոր պահ էր Դավիթ պապի դեմքի արտահայտությունից կարելի էր շատ բան հասկանալ, որովհետև ճշմարտությունն արդեն բառացիորեն դուռը թակում է։ Դավիթ պապը դեռ ամբողջությամբ չգիտի ամենասարսափելի գաղտնիքը։ Նա չգիտի, որ Ռաֆին հենց Հունանն է սպանել, և ամենածանրն այն է, որ Ավոն մինչև հիմա դա ուղիղ չի ասել։ Սա շատ հետաքրքիր հոգեբանական պահ է Ավոյի կերպարի մեջ։ Մի կողմից նա ուզում է վրեժ, մյուս կողմից կարծես հատուկ ձգում է այդ բացահայտումը։ Գուցե ուզում է, որ ճշմարտությունը պայթի ամենացավոտ պահին։ Գուցե ուզում է, որ Հունանը սեփական ընտանիքի առաջ փլուզվի։ Չնայած սեփական ընտանիքից միայն Լեան չգիտի այս ճշմարտության մասին։ Գրիշը և Ինան գիտեն, թե ով է Հունանը և ինչ քայլեր է կատարել։ Պատկերացրեք Դավիթ պապի վիճակը, եթե նա իմանա իրականությունը, իմանա, որ իր թոռը, ում այդքան տարիներ սիրել, փայել ու փայփայել է, այժմ ամուսնացած է մի տղայի հետ, ում հայրը սպանել է իր հորը։ Մարդ, ով տարիներ շարունակ սգում էր իր որդու մահը, պարզվում է նրան սպանել է այն մարդը, ում ընտանիքի հետ իրենց կյանքն այսքան կապված է։ Սա բառացիորեն կարող է կործանել Դավիթ պապին։ Նա արդեն հոգեբանական ծանր վիճակում է։ Ռաֆի պատկերացումներն ու հիշողությունները ցույց տվեցին, որ այդ կորուստը երբեք չի բուժվել ու չի բուժվելու։ Եվ հիմա, երբ ճշմարտությունը բացահայտվի, այդ վերքը նորից ամբողջությամբ կբացվի։ Բայց ամենամեծ պայթյունը լինելու է
Լեայի համար, եթե նա իմանա, որ իր հայրը սպանել է Լեոյի հորը, դա կլինի նրա կյանքի ամենասարսափելի պահը, որովհետև այդ պահին Լեան ստիպված կլինի ընտրություն կատարել՝ հայրը թե ճշմարտությունը։ Սա է հիմա սերիալի ամենաուժեղ կողմը։ Այստեղ հերոսները պայքարում են ոչ միայն մարդկանց դեմ, այլ սեփական զգացմունքների։ Հունանը հիմա կարծես կորցնում է ամեն ինչ։ Ինան հեռանում է նրանից հոգեպես, Լեան այլևս չի հավատում նրան, Գրիշոն փոխվում է, Էռնան կոտրված է, իսկ Ավոն դարձել է նրա ամենամեծ մղձավանջը։ Եվ թվում է, թե որքան երկար են բոլորը փորձել թաքցնել անցյալը, այնքան ավելի դաժան ձևով է այն վերադառնալու։ Առաջիկա սերիաները հավանաբար լինելու են ամենածանրերից մեկը, որովհետև հիմա արդեն ճշմարտությունը շատ մոտ է, երբ այն վերջապես հնչի, ոչ մի ընտանիք հեռուստասերիալում այլևս նույնը չի մնալու։